Բարեկեսօր բոլորիդ, շնորհակալ ենք, որ Աստված մեզի շաբաթ մի ևս կյանք տվավ եւ biz շարունակենք մեր սերտողությունը միավորելով երկինք ու երկիրը Քրիստոսը Ֆիլիպպեցիներուն եւ Գողոսացիներուն թղթերուն մեջ աս քրկիկն է որ քիրքերն է որ գսերդենք հասած ենք 5-րդ դասը գսե ջրակ որ գլուսավոր է մտության մեջ տեսնանք ով է այս ջրակը աղոթենք Երկնավոր հայ շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքդ մեր ցերկերուն մեջ դված ես։ Տեր խնդրեմ, որ իմաստուն դաս Սուրբ Հոգիովդ մեզ հիմա լեցնես, առաջնորդես, որպեսզի գայնանք քո խոսքդ, որ դու գրեցիր, կարդալ եւ անիկա հասկանալ եւ մեր կյանքերուն մեջ յուրացնել։ Հիսուսյանով խնդրեցի անոր փառքին համար, ամեն։ Մեր սորվելի համարներ, Ֆիլիպպեցիներ 2:14 եւ 15 համարները։ Ամեն բան առանց դժգոհություններուն ու վիճապանություններուն ըրեք, որբեսի ըլլակ ամպիտ ու անարատ Աստուծո որդիներ առանց մեղանքանքի կամավոր խորոյալ ասքի մեջ, որոնց մեջ դուք լուսավորներու բես կփայրեք աշխարհի մեջ։ Այո, շնորհակալ եմ։ Շատ ավոր համար է անկիր սորվելու համար։ Լավ գլավ որ անկիր գիտնանք Աստծո խոսքը։ Ամեն շաբաթ մեկ համար անկիր սորվինքն է, մեկնագասարը 52 համար սովեր է ստարին։ Տերը գողորթոր է հրյաներուն, որ իրեն հնազանդ լան։ Ինչու համար։ Ասկի առաջ սերտողություն մեջ ասած ենք, գսե հրյաները, երբ որ Աստծո հնազանդ լան եւ Աստված իրենց գործներ, ամեն քովի ժողովուրդները ցեղերը բիծեն, որ ասիրավ իմաստուն երգիր մնե, իմաստուն ժողովուրդ մնե, ասոնց Աստվածը իրական Աստված է։ Ուրեմն փառքը Աստծո պիտի ելա։ Մեր ստեղծիչի, երբ որ մենք ծնողքին հնազանդ ենք, երեխային չենք ասել, որ դու ծնողքդ կներկայացնես, նայ հա, բարի եղիր դբրոցի երտասն է չարություն չնես, քայմ որ ծնողքդ կներկայացնես։ Մենք ալ, երբ որ Աստծո հնազանդ կլանք, Աստված կներկայացնենք։ Հիսուս տարիներ վերջը ասավ, ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևես կուքա, անիկա խավարի մեջ չի քայլեր։ Ուրեմն խավարի մեջ քայլող ժողովուրդ ալ կա։ Քիչ առաջ լսեցինք, սատանային խապված խավարի մեջ կքայլե ժողովուրդը։ Եվ վերջը Հիսուս ասավ, դուք եք աշխարհի լույսը։ Սկիզբը ասավ, ես եմ աշխարհի վերջը գսե դուք եք աշխարհի լույսը։ Եվ գսե քաղաքը, որ լեռան վրա գառուցված չի գնար թաքնվել, այս չի գնար բախվել։ Կամ որ լույսը ամեն տեղ գերևնա, վերեն ամեն ինչ գերևնա։ Հիմա հարցը հոս է, ինչպես կնանք այս լույսը ըլլալ։ Մենք մարդ ենք, ինչպես այս լույսը կնանք ըլլալ, եւ այսօր քիշուն պիտի սերնենք, որ ինչ կնենք, որբեսի այս լույսը, Քրիստոսի լույսը չոլա մեր մեջ են։ Կնամսել, որ դուք կգնանք ասել, ինչին միջոցավն է, միայն Կյանքով ցույց տալ։ Այո, ինչպես կնանք այդ կյանք ունենալ, երբ որ Քրիստոսի հետ այո, լամբան ինքը իրեն լույս չի դար, մինչև որ էլեկտրիկին կապված լա։ Երբ որ մենք էլեկտրիկին կապված ենք, Քրիստոսի կապված ենք, այնադեն է որ լույս կունենանք։ Դե ոչ լամբա է, հեչ լույս չունի մեջը։ Ինքը իր մեջ լույս չունի, պետք է էլեկտրական հոսանքին կապված լա։ Մենք ալ այդպիսով Հիսուսի Քրիստոսի Սուրբ Հոգին հոսանքին կապված լանք։ Ուրեմն վերջավորության գսե անոր համար Աստված արավել բարձրացուց անոր եւ անունը շնորհեց անոր որ ամեն անուն է բարձր, այսինքն Քրիստոսի անունը ամենեն բարձր անունն է։ Երբեմն սակայն ադիգա կխանգարվի երկու բանով։ Մեկ բանը գխորինք որ Հիսուս պետք է ամեն բան ինքը անե։ Մենք հեչ բանը չունենք անելիք։ Ամեն բան Աստծո վրա կնետենք։ Ադի մեկ երկրորդ բանը որ գխանգարի անոր մեր ծրագիրները, մեր սեփական խաղապարները եւ ծրագիրները գխանգարեն, որ Աստծո կորձ առաջ երթա, որ Աստծո լույսը լանք մենք։ Աստված մեզի բուզե այս ճամփայով երթանք, մենք ուրիշ խաղապար ունենք եւ անիկա խանգարենք եւ այդ լույսը չենք լար։ Ուրեմն Բողոսը կներկայացնե Քրիստոս որպես խոնարհության եւ Աստծո գամքին հնազանդ լալու գադարյալ օրինակ։ Հիսուս գադարյալ իրեն հորը հնազանդ է եւ ադիգա մեզի կներկայացնե որպես մեր օրինակը։ Ուրեմն գողորթորը մեզի որ մենք հալ նույն հնազանդության մեջ կենանք։
կորսկարակի մեջ է գսե։ Քրիստոսի կյանք եւ խաչը որպես փրկության ճամփա ներկայացնել են վերջը ավելի ուղղակիորեն կենտրոնապանիմի վրա թե ինչպես այս ամենը իրական կյանքի մեջ կգործեն։ Ուրեմն գարտանք Ֆիլիպեցիս 2, 12 եւ 13 համարները։ Ես չէ 12 են։ Այո, 12, 13։ Ոստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ադեն հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, ապա ավելի հիմա իմ բացակայությանս ադեն։ Ահով ու թողով անցերնուտ փրկությունը զորացեցեք։ Վասնզի Աստված է որ ծեր մեջ կներկործե, կամենալը ու ընելը իր հաջության համար։ Աշճապ, շնորհակալ եմ։ Հետաքրքիր է աստեղը։ Ուրեմն նույն հնազանդ եղեք։ Ուրեմն մենք բարդագայություն ունենք, երբ որ խոսքը գլսենք, ադոր հնազանդ լանք։ Անհնազանդ լալով Աստծո չեն կնա ներկայացնել, ոչ անոր լույսը գնա մեր մեջ են ներթափանցել։ Մենք մեզի չխափենք։ Աստծո խոսքը գարտացինք, ադոր հնազանդ պետք է լանք։ Եվ վերջը գսե որ ծեր փրկությունը ահով ու թողով անցնող փրկությունը կորցեք, ինչ կնշանակե։ Չէ որ մենք շնորհքով փրկված ենք, մենք բամը չենք որ փրկվենք։ Հիսուս մեզի համար զոհ եղավ եւ փրկեց մեզի։ Ինչ կնշանակե ահով եւ թողով։ Հարկանքով։ Այո, հարկանքով, լրջությամբ մոդենանք, երգյուղով մոդենանք այդ փրկությանը, որ մենք ստացանք։ Հիսուս ի վերջո աշխարհը երկինքը բարբվեցավ, Հիսուսով եկավ մեզի, որբեսի փրկե մեռավ մեր դեղը, ադիգա լրջությամբ պետք է ընդունենք։ Եվ ուրեմն աշխատենք այն բաները ընեն, ինչ որ Հիսուս մեր մեջ գտնե։ Ձույլ չենք կնարալ, ցերքից ծալած չենք կնար նստել։ Հեչ բամը չես կնանել, գնաս աղոթել։ Հեչ բամը եթե չես կնարնել, հիվանդ ես, նստած ես, տեղը չես կնար երթալ, տելեֆոնը առ, մեգումը տելեֆոնը ռև աղոթե։ Գանքն քեզ աղոթել։ Քեզ համար արդեն դու քեզի այո։ Ուրեմն հռոմեացիներ մեկ գնա բանալ հռոմեացիներ 3, 23 եւ 24 կամ հռոմեացիներ 5-8-ը 206 էջն է։ Մեկը բացավ։ Վասնզի ամենքը մեղ գործեցին եւ Աստծո փառքեն բացեցան, բայց անոր շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ծրի կարտարանանք, այո։ որը Աստված Եվ 5-ին 8-ը 5-րդ գլուխ 8-րդ համար Սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էին։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն աս երկու համարները երբ որ գարտանք կտեսնանք որ Քրիստոս մենք դեռ մեղավոր եղած ադենը Աստված մեզի արդեն սիրեց։ Եվ Քրիստոս կսե հոս 23 եւ 24 համարը անկամանալ ամենքը մեղ կործեցին Աստծո փառքեն բացեցան, բայց անոր շնորհքով Քրիստոսով եղած փրկությունը ծրի գարտարանան։ Եվ որ Քրիստոսը գտնունես ինքը իրեն ինքզինքը քեզի կհագցնե, հագուստի մման վրա այդ կհագցնե եւ թուն ուրիշ մարդ կլաս։ Ներսեն թուրսեն։ Ներսեն կփոխվես։ Հագուստը թուրսեն հագիս, բայց թուն ներսեն ես Քրիստոս երբ որ քո մեջ դուքա, երբ որ Քրիստոսի գհավադաս եւ գսկից հնազանդը լալու ներսեն կփոխ, գսկից փոխվելու։ Վերստին ծնունդը ասի կնշանակե, ներսեն կփոխվես։ Եվ հոգևորապես Աստված մեզի կվերստեղծե, հնարավորություն տալով գադարել բարի գործեր։ Այս անգամ բարի գործեր ոչ թե տուն ուզես մեգումը լավ երևնալու համար բարի գործ կնես, այլ որ քո ներսդ Աստված կա եւ այդ ինքը քեզի կմղե որ լավ գործ մանես։ Եվ այդ լավ գործը որ գնես, այդ իրեն բարքին համար գլա, ոչ թե քո բարքին համար, ոչ թե գսեմ որ օ աստմարտը որ չափ լավ է, արադացերն է, գամաս է, գաման է, այլ գտեսան Աստված։ Երբեմն գամագսեն գծի է։
Բայց Աստծո հետ քալես է գծի չես կնարալա։ Ասված կուդա, տունալ գուդաս։ Երբեմն ամուսին սկսե որ Սարգիսը սկսե որ մեգու մթրամ գուդա երեխայի է կամ թուրսն է ինչը որ է կսե մի խորին որ ասի ես տվի ինձ մնան է ես չէի դար ինձ մնան է ես չէի դար գսե բայց Աստված իմ միջոցավս քեզի գուզե օգտակար լալիս չեմ գիտեր ինչու Աստծո շնորհակալ եղիր ինձ շնորհակալ մի ելար Սկացած ես Քրիստոսի կորձը քո մեջդ Բամը եղավ որ տուն բիչն է իրադիգա բայց տեսա որ Աստված քո մեջդ քեզի համոզեց որ այդ կորձը անես Մաշտություն դրա։ Այո Քանի որ մեր մեղավոր փնույթը ադոր հագարակ աշխատի Ինչու համար օրինակի համար ասենք թե գերագուր գեփես եւ մեգոմիդան Ինչու համար ես պետք է անեմ ամեն անգամ ես մբիդեմ Ասմիտքը գուքա բայց երբ որ ասմիտքը չի կար Եվ ցուն սիրով գնես ադիգա, առած at միտք ունենալու, քիրես ադիգա Աստված դրավ քո մեջդ։ Սիրով գնես, առած բան լալու, ստիպված սկալու։ Ստիպված չես սկալնելու, քանի որ սիրով գնես ադիգա։ Այո։ Եվ հիմա ինչպես որ քիչ առաջ կարդացին, գսա որ ամեն բան առանց դրդունչի եւ վիճապանության, երկու տեսակ բան է, դրդունչ Ինչ է դրդունչը։ Չես ուզենել։ Քլուխս կծավի, ինչու ես պիտեմ, նորեն ինձ մնաց ասենք անելը։ Հեչ մեկը չներ, երբեմն ես կնեմ։ Խոհանոցը ես ինձ հետ կխոսիմ, վերջնա գսեմ որ թակուի բարիգեցիր։ Շիրակ չէ երածը։ Ուրիշ բաննա վիճապանություն է, մեկը քեզի չէ, գվիճիս որ ոչ տուներ է, ոչ տուներ է կորձը։ Եվ ադիգա առանց վիճապանությանը եկեղեցի միապանության ալգասկաստ է, երբ որ միապան ես, չես վիճապանիր, միապան ես, միասին ես, սեր գա, միություն գա, Քրիստոսի հետ միություն գա, իրարու հետ միություն գա, Աստծո խոսքին հնազանդվել գա եւ ադոր արդյունքը միապանություն եւ սեր գլա Որքան խորն է այս աշխարհին գսե բարոյական խավարը այնքան ավելի բայձար պետք է փայլի Քրիստոսի իսկական հետևորդներուն կյանքը Հիմա մենք մեր 4 կողմը չենք կնալ նայել եւ մեր չափանիշը ժողովուրդ առնել Չափանիշը աշխարհը չի գնալալ ասելու որ ասոնք ասպես են ինչու ես չեմ գնալ չէ մեր չափանիշը Հիսուս է Աստծո խոսքն է Օրինակի համար ես թրացին գհրավիրեմ որ կա բայց ինքը չի կար բայց ինքը ինձ երբեք չի հրավիրեր ես չեմ ասել որ ես պիտի հրավիրեմ քեզի անգամնալ քանի որ դու չես հրավիրել կամ Ասկովի թրացիս այս տարի զարմացուց ինձի թուրը զարգավ եւ մեզի Քրիսմասին գարգանտակ բերավ որ 8 տարի երեսը չեմ իմացա չէի գիտեր ով է նույնիսկ Իմ հետ կսալ հիմա գաշխատի, որ ես ալորմը, պամը, արիթմը ստեղծեմ, ես ալ իրեն բարեկամությունը։ Այո, շունը անընդհատ կհաչե, երբ ես չենք փողոքել անոր համար։ Գերնան պամասը։ Գերնան պամասը։ Անցել դարի է, թուր չի գայիր։ Ես սակոն էին, թուր մզարնվեց, ավին ձեսա, որ Սլասավ ինչ մի եփեն գայսով, պամը եփե ուդեն։ Հա։ Չեմ գիտեր ասի, դունը ասի, թութունգա, չեմ գիտեր։ Միջը դասակ խոսենք, ու թուր զարնվեցավ։ Բացի, մարդն սա որ, ասի սա մեկը ինձ դված էր, իր բարդեզին շադ է։ Ձեզի քիչ պերի սա։ Սակոն աթարցավ սլասավ, եկու գերագուշին է։ Գերագուշին Մեր մի կետ չանցածը ասված արդեն խրգեց։ Սա արդեն սելասավ, արդեն սա մեր միտքեն չանցածը արդեն ասված խրգեց մեր գերագուրը սա։ Այո, փառք Աստծո։ Այո։ Ուրեմն կարևոր է որ աշխարհիկ սովորույթներուն կամ խաղապարներուն կամ ճնշումներուն Գսե անոնց կերծ լույսերը չխամրեցնեն մեր իրական լույսը, մեր Հիսուսի իրական լույսը։ Գարտակ Ֆիլիպեցիներուն 15 եւ 16 համարները։
Համարն է երբեմն իրար հետ ետև են։ 15 եւ 16։ Որտես եղավ ամրից ու նապան աստվածը Անարատ։ առանց նեղատանքի դամագոր ու Խոդորյանը։ ասկի մեջ որոնց մեջ ուսավորներու դեսպեր վայրի աշխարհի մեջ եղած ոսկի ուշորներու որտեսի գարեմակ բարձնել Քրիստոսի օրը դե բարակ ապտե դեն կալած ու Բարակ դեր չեն կալած Արաբ դեր չեն կալած ու արաբ դեր չեն աշխատած Այո, շնորհակալ եմ։ Հետաքրքիր է ամբար։ Ամպից կեսե եւ անարատ։ Ամպից բառը կնշանակի անսխալական։ Առանց նախադինքի։ Ասիկա հոփին ժամանակը հոփին համար ասվածա, որ ասմարտը ամպից է։ Անոր անարատ բնավորության մասին։ Հոփը շատ բարի եւ անարատ աստծո արչեւ արտար գաբրել գսե հոփը։ Անվնաս բառը կթարգմանվի որպես մաքուր, բառացիոն նշանակի անխառն։ Ուրիշ բանով չէ խառնված, մաքուր ջուր է, մեջ ուրիշ բան չէ խառնված, ներ շաքարը կա աղգա։ Այո, մաքուր է, գնաս հանգիստ խմել կամ լվացվել։ Ուրեմն Հիսուս կսե հաշվի առնելով այս թաշան հարցակումները, որոնց հավանաբար կգնան հանդիպել իր Քրիստոսի վգաները, գխարոխոսել լալ միամիտ, ինչպես աղավնիները։ Միամիտ ինչ կշանակի, այսինքն դիմասին չարություն չխորող։ Չարություն չի մտածել, նախանց չի գա իրեն մեջը։ Անմեղ։ Այո։ Չարի հանդեպ անմեղ։ Եվ անարատ, մենք երբեք պետք չէ վախտանք կսե դարբերը լալու, մեր հավատքը պետք է աշճանապար առանձնացնե մեզի, ասում նպատակը հետևյալն է, երևակ որպես աշխարհի մեջ լույս տվողներ։ Անարատը լասն է միայն լույսը գրնաստալ։ Ուրեմն այսօր անելու գսե միակ ուղին աշխարհին հարմարվելու մերժումն է։ Շատերը գսեն հարմարվիր, հոսանքին հետ գնա, բայց քրիստոնյան հոսանքին հակառակ կերտա։ Միշտ անանգ է, քրիստոնյան չի հոսանքին հետ երթալ, հոսանքին հակառակ թեպի անտունդ կերտած։ Ուրեմն երբեմն մենք ընդրություններ ունենք, որ պետք է գայացնենք, ինչու մինչև Քրիստոսի օրը, այսինքն Հիսուսի քալուստի ժամանակը անարատ եւ անպից ըլլալու համար է։ Որ վերջավորություն չսես, որ զուրդեղ վազեցի, այսինքն բարապտեղը եղավ, վերջավորություն գործընծուցի, մինչև վերջը հավատարիմ բիտ մնաս։ Երբ որ մեկ ամուսնացած է, մինչև վերջը, մինչև մահը իրար մեզ ադե, անոր հետ հավատարիմ է գսեն։ Հարց գա, գսե եթե կյանքիդ մեջը ոլորտներ կան, ուր որ գհարմարես թե աշխարհիկ բաներ կա կյանքիդ մեջը, ինչ կրնաս սնել, որ մաքրվիս անոցմե։ Նախ պիտի ընդունիս, որ ադիգա սխալ է, Աստծո խոսքին համեմատ։ Երբ որ Աստծո խոսքը գարտած տեսած, ադիգա քեզի կխազնե, գիտի որ ուրեմն սխալի մեջ ես, ուրեմն ատ խնդրե Հիսուս Աստծո Սուրբ Հոգին, որ քեզի զորություն տա, ուժ տա, որ ատ սխալեն ետ դառնալու ուժ ունենաս, համարձակություն ունենաս։ Երրորդը մի գարտանք 16 եւ 16-ին 18 համարները։ Ենաց խոսը ամուր պրնելով որպեսի գարենամ բարձանալ Քրիստոսին օրը, թե բարապ դեր չեմ կալած ու բարապ դեր չեմ աշխատած, թե պետև ծեր հավատքին իպր բադարակ ուսող անցայումը ուրախանամ և ծեր ամենուն ուրախակից կլամ, նույնպես ալտուկ ուրախացեք ու ինձի ուրախացուկից եղեք։ Շնորհակալ եմ։ Հռոմեացիներուն 12:1-3 գրնաս կարդալ։ Հռոմեացիս 12:1-2 մինչև որ անդիգա փանանք
Արդ կաղաչեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով է, որ ձեր մարմինները ընծայեք կենտրոնի զոհը, Սուրբ Աստծո հաճելի, որ է ձեր փանավոր պաշտոնը, եւ մի կերվարանիկ այս աշխարհի կերվարանքովը, խված ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի ու կատարյալ է։ Այո, շնորհակալ եմ։ Հոս Բողոսարակյալ երուկը միասին գտնե մեր մարմինները գենթանի զոհը ինքը զոհ եղավ Բողոսարակյալ փանդերու մեջ էր փանդեն գրեց ասիգա ինքը ապրեցավ այդ կյանքը անոր համար գրծավ այդ կյանքը մեզի ասել որ ինչպես կրնանք այդ կյանքը ապրել կենթանի զոհը լալ որ գսե սուրբ է աստծո հաճելի է եւ ասի է մեր պաշտոնը մեր փանավոր պաշտոնը այսինքն մեր ապրվելիք պաշտոնը ասի է կենթանի զոհը լալ ինչպես կլա թիմացինը քեզի գանարկե անցաշապատասին երբ որ քեզի գջզմե ինչ կելլե քեզմե նարինչես նե նարինչի ճուր գելլե սոխես նե սոխի ճուր գելլե Ուրեմն մենք ինչ պետք է լան Քրիստոսի սերը երբ որ մեր մեջ գա երբ որ ջզմվի սայանդեն հայտնի գլա որ ինչ կելլե քեզմե Եվ գսե որպես այո սերը ելլե Քրիստոսի սերը ելլե Ուրիշ անգամ մենք գիտենք քինգարագի մեջ գնային որ գսե թափվելու ընձագը փերեն աստծո թափվելու ինչ կշայ գամ յուղ գթափեն գամ քինի գթակեն գամ ճուր գթափեն Ադիգա փամն ինչպես որ Հիսուսին համար ատկինը ինչ թափեց վրան շատ սուղնոց անուշահուտ յուղ թափեց Անիգա թափվելու ընձամն էր նվեր դվավ այսինքն փամը որ շատ կարևոր էր աստծո համար զոհեց Բողոսարակյալ ասիկ ուզեսել, որ մենք մեզի գենթանի զոհն ենք, այսինքն թափվելու աստծո համար։ Մարդիկան, որ գնային երկիչը լալ, աշխարհիկ երկիչը լալ, եւ շատ թրամ կամ անուն վաստգիլ, սակայն ընտրեցին Քրիստոսի համար երկել եւ այդ բանը չունեցան, համբավը չունեցան։ Բայց մյուս կողմեն Աստծո հետ կալեցին եւ Աստծո օրհնություններ արին։ Ինչ գիտես, ինչ դժվարություն մեջ է պիտի անցնել, երբ որ աշխարհի գլար։ Անոր մեջ է վստահ որ լավություն պիտի չլար։ Ադիգա իբր թե վատնում կնշանակե, այսինքն ասեմ որ ինչու գործվեցավ աս յուղը։ Բայց Հիսուս ացկեցեք, անիգա ինձ համար հրավ եւ ընդունեց։ Ըրածը Աստված կընդունե, քո զոհը Աստված կընդունե։ Եվ մենք գնանք անիգա գնանք շնորհակալություն ասել աթսկայական զոհաբերության համար որ Հիսուս ադացոլեց իր անսահման զոհաբերությունը մեր փրկության համար։ Ուրեմն վաղ քրիստոնյաները գսե Փիլիպպիում գտնվողները երանդուն կգիսվեն իրենց հավատքով։ Երանդուն այսինքն դունը չէին նստիր, երթային իրենց քյուղը, իրենց քաղաքը, ով որն որ հանդիպեր, ով որ արջևն ինքար Քրիստոսի մասին գսեն որ Մեսիան եկավ։ Գիտեին, կսպասեին քանի որ Մեսիան եկավ։ Դուն գայցել էին, կդարածեին ավետարանը որ Քրիստոս եկավ, փրկությունը եղավ։ Աշխարհի փրկությունը որ Աստված խոստացավ, եթե մի բարդեզին մեջ, ադի եղավ։ Եվ ասիկա երանդ կփերը մարդուն, որ երթաս մարդոց ասես որ գիտես, քեզի համար փրկություն կա, աստծո դժվարության մեջ են ասել քեզի փրկություն կա։ Հոգեգան նեղության փրկություն կա։ Եվ մարդիկ իրենց տուները կփանային սուբքի ուսումնասիրության համար։ Ասոնք ամեն կգարթանք։ Մեկ խոսքով աստահական զոհաբերություններով, այսինքն որպես կենթանի զոհ անոնք կաշխատեն դարձել ավետարանը։ Արդյոք մենք ավելի ինչ քիչ բան կրնանք անել։ Ինչ կնշանակի կենթանի զոհլան իմ կյանքիս համար։ Որ չափ կզոհաբերեմ Աստծո արքայության համար եւ ինչ կսե իմ պատասխանը ստատու համար։ Ես ինչ կնեմ Աստծո համար։ Բամը պետք է անեմ Աստծո համար։ Արժանի բնավորություն։ Ուրեմն Հոս Դիմետրիոս անունով երիտասարդ մգար, որ Բողոսարակյանի կորձընկերն էր, եւ գուզե անոր ասել, որ չափ արժանի էր անոր բնավորությունը, արժեքավոր էր Դիմետրիոսը Բողոսարակյանի համար, որպես ավետարանիչ։ Պողոս անոր ուղարկած էր Մակեդոնիա, քանի անգամ ալ Գորոնթոս։ Նախկինում գսե աշխատած էր Գորոնթոս Պողոս եւ Շիղայի հետ, Դիմետրիոս երիտասարդը,
եւ ավելի ուշ Եփեսոսի մեջ։ Պողոսը Տիմոթեոսին գնահատել որպես համախոհ։ Հունարեն բառը բառացել հավասար հոգիով, այսինքն Պողոսին չափ գիտելիք եւ Պողոսին չափ հավատ ունեցող մեկն էր ասի դասարտը։ Շատ առումներով Պողոսին նման էր, նրա նվիրվածությունը Քրիստոսի հանդեպ ավետարանը դարձելու եռատուն չանքը եւ հատկապես Փիլիպոս հանդեպ ունեցած հոգատարությունը։ Տիմոթեոսին ինքը սուբքի մեջ նաեւ երկու թուղթեր ալ գրած է ուղղակի Տիմոթեոսին որպես եկեղեցի ավետարանի, եկեղեցի առաջնորդ։ Ինչու համար 4-րդ տեղը գարտանք Փիլիպպեցիներուն 2:15-23 Արդ կհուսան Տեր Հիսուսով Տիմոթեոսով ձեզի պիտի ղրկեմ, որպեսզի սիրտս ալ հանգչի, երբ ձեր վիճակը գիտնամ, վասնզի անոր նման սրտակից մեկը չունիմ, որ մտերմաբար ձեր վրա հոգ տանի, քանզի ամենքը իրենցը կփնտրեն, ոչ թե Հիսուս Քրիստոսը, բայց դուք փորձով գիտեք, թե ինչպես որ թիմը հորը այնպես ինձի հետ ավետարանին ծառայեց, ուստի մտադիր եմ զինք ցեզի ղրկել։ Ձեզի ղրկել Ուստի մտադիր եմ զինք ցեզի ղրկել, որքան շուտ, որ վիճակս հայտնի ըլլա։ Այո, շնորհակալ եմ։ Հետաքրքիր է, անոր նման սրտակից մեկը չունիմ գսե, որ ծեր վրա հոգ կդանի, այսինքն այդ եկեղեցիներուն հոգ կդանի, ինչպես որ Պողոս առաքյալը հոգար, այնպես Դիմետրիոսը գոհոկա եկեղեցիներուն եւ հետաքրքիր է անոր։ Բնավորությունը եւ ծառայությունը ճշմարտապես ազնիվ կգտնվեին եւ Պողոսը գիտեր, որ Տիմոթեոսի առումով եւ տեսած էր բազմաթիվ առիթներով, որ Աբեդարան դարաշման կորձին մեջ աշխատած էր գողքի եւ արժանի մեկն էր։ Ինչպես կյանքի դժվարություններեն սորված էր, գամքի ուժը եւ սկուդար թե մենք մեր ներսնալ ինչ ունենք, դժվարությունները քեզ չեն, դժվարությունների մեջ մենք կգոփվենք։ Հիսուս չսեր որ դժվարություններեն ցեզի պիտի հանեմ, գսե ցեզի հետ պիտի լամ։ Ուրեմն գսե գլինեն կյանքի գարկապահությունն է, այսպես է, գլա սատրանքներ, այսինքն սատրանքը ուրիշ բառով ինչպես կսեն զրբարդություններ։ Գլա սատրանքներ, որ կփորձեն համբերությունը եւ անոնք ճիշտ ոգիով դիմակայել կզարգացնեն քրիստոնեական շնորհքները։ Եթե վիրավորանքներ եւ անարգանքներ կգրենք հեզությամբ, եթե վիրավորանքներուն կպատասխանենք մեղ խոսքերով, իշ ճնշող արարքներուն փարությամբ, այս վկայությունը որ Քրիստոսի հոգին կմտագվի մեր սրտին մեջ։ Այս շատ դժվար են էլը։ Շատ անգամ կորձին մեջ է գսկասադիգա, քո վրա ճնշում կփարեցնեն, բայց ես անցած եմ ադոր մեջ են եւ ես զարմացա, որ իմ բնավորությունս ուրիշ որ ես չէի գիտեր ես համբերադար եմ, ինձ համբերադար աչքով տեսվեցա, նայվեցա իմ մեծիս կողմանը։ Ասի որ ինչպես անգա գսես, ասա տեսնամ որ քեզի ինչ տեղության մեջ է գանցնի գտնեն, ինձ այդ աշխատող ինչ տեղություն ուտա ինձի, եւ ասա ես կտեսնամ որ դու համբերությամբ իրեն պես չես պատասխաներ։ Heç միտքես չէր ասել որ իրեն պես պատասխանեմ։ Ինչ էր ասիգա։ Քրիստոնեական ուսուցմունքը, քրիստոնեական վարվելագերբը իմ մեջս աչափ էր, որ ես չէի մտածել, որ իրեն հրած ճնշումին ես կնամ իրեն հագարակ սխալ ցևով կամ գոշ ցևով կամ ցևով վիրավորական ցևով իրեն պատասխանեմ։ Եվ ադիգա ուշադրություն կրավեց։ Գիտեմ, որ ես քրիստոնյա եմ։ Եվ վերջավորություն, երբ որ աթբրոցեն կորձեն պիտի ելնեի, աս դիգինը գուլար գսեր, որ ինչպես քեզ մե պիտի բաժնվիմ։ Քրիստոնյան անբավան պետք է դարբերվի աշխարհիկ մարդեն։ Եթե աշխարհիկ մեգումը այդ ճնշումը լար, ու իրեն անանք պատասխաներ գուդար որ կփողոքեր իրեն վրան եւ այլն։ Բայց ես միտքս չեր ասել անիգա։ Ինձ երբեմն տասադուները գքրեին, քեզ համար գաղոթենք որ գքրեին գտնեին սեղանիս վրա, գոքայի քանի մոքի քրերը, քեզ համար գաղոթենք որ գսեի որ ինչ տեսեր են տեսնաս որ ինձ համար ինչ կարիք ունի որ բայց իրենք կտեսնային ալոր վարվեցողությունը, կոշտ
գոշտ կոբիցևով խոսիլա, ես էլ հանդարտ կգենայի, բամի չէիներ, կթիմանայի ադոր։ Սարգիս անգամ մսավ ուզես կամ։ Իրեն հետը խոսի մսի չէ, ավելի կեշ կլա, պետ չի գա։ Բայց պակ երեխաներս գիտեին, բոլորը գիտեին։ Օրը երբ որ գործի երթայի արդուժամը 7-ին գայան մգար, որ գաղոթեին։ Եվ գրնա իր տելեֆոնն է, չորեք շապտի ադուները գաղոթեին, գրնա իր տելեֆոնը լսեի, որ աղոտքի նյութունից կեզի համար գաղոթեին ռադյոյի վրա։ Ես ռադյո միացած կերտամ, ասի մդիկ կնեմ, մենք գսա, որ թբրոցի մեջ, օֆիսին մեջ աշխատողը անանուն, աղոտ կխնդրե օֆիսին համար, իրեն համար, ասի, որ իմացից ով իրեն ասել է, որ աղոտ են։ Ասի, որ երկնալ ես աղոտ կեզ մեկ ընդունիմ, որ մենակ չեմ, գիտես ինչ բան է, երբ որ գիտես, որ մենակ չես, ինչպես որ գսեն ընգերովի մահը հարսանիք է, գիտես, որ թուն քեզի համար աղոթող ունիս, շատ կարևոր է ադիգա, 25-30-ն ալ գարթանք, 25-30, դեզ մե մեգն է, Այս հարգավոր սևեցի հիմա ցեզի դրգել Եվապրիտոդոս իմ եղբայրս եւ կորզակիցս ու զինագիցս որտու ղրկած էիք իմ պետքերուս ծարայելու որովհետեւ ինքալ շատ կարոցած է ցեզ ամենքը տեսնելու ու գծավեր որ դուք լսած էիք թե ինք հիվանդացած է Արտարև ինք մահամերձ հիվանդացավ բայց Աստված ողորմություն հրավ ողորմեցավ անոր ոչ միայն անոր հապա ինձիալ որպեսի դրդմության վրա դրդմություն չունենամ Այսօր համար ավելի փութով ղրկեցի որպեսի դուք զանիգա տեսնելով նորեն ուրախանաք ու ես չդրդվին Ուրեմն ուրախությամբ ընդունեցեք զանիգա դերոճմով ու այնպիսիները պատվականներու գարքը բռնեցեք Քանզի Քրիստոսին գործին համար մինչև մահվան մոտեցավ իր կյանքը վտանգի մեջ ցկելով որպեսի ինձի ծարայե ձեր փոխարեն Այ շնորհակալ եմ Եփաբրոդիտոս շատ դժվար անուն է Քանի անգամից է ասես Եփաբրոդիտոս As երիտասարդը pagan հեթանոս արմատներ ուներ իր անունն ալ Աֆրոդիտե Չաստվածուին անոր անունին հետը համեմատեր եւ գծեր որ ինքը pagan հեթանոս եղած է բայց հեթանոսութենեն դարձի եկած Պողոս Արաքյան միջոցով հետո հարցի եկած եւ բադվագան գսեսեբեցեք իրեն, քանի որ նույնիսկ մահվան չափ Աստծո ծառայեր է։ Եվ երբ որ հիվանդացել է, բոլորը նեղվել են, այդ Փիլիպպեի ժողովուրդը նեղվել են, լսելով որ Եփաբրոդիտոսը հիվանդ է։ Չէին ուզել որ գործընծեն ասեցակ արժեքավոր եղբայրը հիմա։ Քանի որ ժամանակին հեթանոս էր, բայց Քրիստոսի բերած փրկությունով հիմա արժեքավոր եւ բադվելի եղբայրը եղավ։ Ուրեմն մարդուն կյանքը ինչպես կփոխվի կորձակից եւ զինագից ինչու զինագից կսե զինվոր չէին բայց ինչ են Քրիստոսի զինվոր են դժվարության մեջ է գանցին եւ թեր հաստատ կգենան ուրեմն Փիլիպպեցիները երբ որ Պողոսին համար տրամ հավաքած էին նվիրատվությունը Եփաբրոդիոսին դվին որպեսի փերը իրեն ինչու համար քանի որ ինքը փանդի մեջն էր այն ադեմա փանդերը հիմա կապես չէ կամ ամերիկայի փանդերու պես Ընտանիքը կամ անձը ինքը պետք է հոգար իր աբրուստը, գերագուրը, հագուստը, ամեն ինչը ինքը պետք է հոգար, թե ոչ կմեռներ շատ կարճ ժամանակի մեջ։ Ուրեմն եկեղեցիները երբ որ տրամը կհավաքեն Պողոսին ղրգելու համար, որովհետեւ Պողոս կայնա իր գարիկները հոգալ, Պողոս չէ որ թուղթեր կգրեր, մարդիկ կընդուներ։ Եփաբրոդիտոսը փերավանիգա։ Եվ վերջ տալ գսե որ Դիմետրիոսին գսե շտապ եկուր ինձ դեր ծմերը չկա դե վերարգուն ալ հետդ փեր կնշանակե որ ինքը տեղ մներ որ վերարգու ուներ եւ հիմա իրեն եղածները շատ բաղ է այդ փանդը
շատ կամ ծմեր գուկագոր բաղ բիդալա վերարգում պետք ունի այսինքն նեղության մեջ էր լայն ճամփայի մեջ էր տար Պողոսը ով որ իրեն տրամական օգնություն կղրգեր ադոր հետ է որ ինքը գաբրեր անու համար գսե շատ անգամ անօթություն քաշած եմ ձոմերու մեջ նեղություններու մեջ բայց ասոնց ամենում վրա վստահած են ինք իրեն կյանքը Քրիստոսի եւ ուրեմն ասի Պավլոյտոսը վստահված էր ասնամագը Փիլիպե դանելու եւ ավելի գանուխ կուզե քան թե որ իրենք նախադեսած էին եւ գսե դերոշմով անիգա ամենան ուրախությամբ ընդունեցեք քանի որ ինքը Պողոսը փանդի մեջ է ժողովուրդը գնեղվեր դխուր էին որ Պողոսը փանդի մեջ է բայց գսե որ անիգա ասմարտը թող կա իմ դեղս թող լրացնե եւ դուք ալ ուրախացեք ես ալ ուրախանամ ձեր ուրախությունով ուրեմն գսե ասմարտուն պետք է ընդունեն քրիստոնյաները ոչ թե իրեն հարստության կամ սոցիալական կարգավիճակին համար, այլ որ Հիսուսի օրինակին հետևելով անոր զոհաբերական հոգին համար եւ իրեն մեծարանք եւ բադիվ կշնորհվի։ Ինչու համար քանի որ հավատարիմ մարդ էր Քրիստոսի եւ Պողոս առաքյալին։ Ուրեմն վերջացնելու համար գարթան Քրիստոսին ամենամոտ գայնի այն, ով երկրի վրա ամենախորը ըմբած է անոր անձնազոհ սիրով ոգիեն, սեր, որը չի քորոզանար, չի մեծամտանար, սեփական շահը չի փնտրեր, փարգությամբ չի քրքրվիր, չար բան չի մտածեր։ Ասե առաջին Կորինթացիս 13-ին մեջն է։ Մենք կրնանք ասել, որ ասիկա դժվար բան է անելը, բայց ասեմ, որ Քրիստոսի հոգիով, Սուրբ հոգիով միայն մարդը կրնա ասիկա անել։ Երբ որ Աստված քեզի գսե գուզե որ տուն Սուրբ Հոգին բդուղներ ունենաս, այնադենը քեզի equip կնե կզորացնե որովհետեւ տուն at Սուրբ Հոգին բդուղները գայնաս ու յանքիդ մեջ ունենալ։ Ասանք որ մենք մեր վրա չտնենք մեր հույսը, մենք Քրիստոսի վրա Սուրբ Հոգի վրա տենք հույս եւ ամեն օր խնդրենք, որ ինքը մեզի լեցնե։ Եվ ամեն օր է ադիգա, արդյոք երբ որ գարթանանք, առաջինը ադիգա պետք է լա, Աստծո փառք տալ եւ խնդրել որ Աստծո հոգիով քալենք այն օրը։ Հերուչի այն ժամանակ գսե երբ յուրաքանչյուր հոգի փորձյան կենթարկվի։ Քազանի նշանը կբադարտրվի մեզ մե ամեն մեկուն։ Անոնց համար ովքեր քայլ առ քայլ զիջած են աշխարհիկ պահանջներուն եւ հարմարված աշխարհիկ սովորություններուն, դժվար չլար զիջել կորձող իշխանություններուն, քերաթասելով այն քան ենթարկվել ծաղրի, վիրավորանքի, փանդարգության, սպառնալիքի եւ մահվան։ Ասի գիտեք ինչին համար գսե որ վերջավորությունը գսե քազային թրոշ բնթունողները ով էին եւ մենք ինչպես ատկե հերո պետք է գնանք։ Երբ բազմաթիվ գեղձ եղբայրներ առանձնանան ճշմարիտ եղբայրներ են, այդ ժամանակ թաքվածները կբացահայտվի եւ օրհներով միապանվին Քրիստոսի թրոշի ներքո։ Անոնք ովքեր եղած են երկչոտ եւ զուրկ ինքնավստահության են, բացահայտ կհայտարարեն իրենց հավատարմությունը Քրիստոսին եւ անա ճշմարտությանը, ասի Սուրբ Հոգին կորձն է։ Եկեղեցի ամենաթույլ եւ երերացող անդամները կդառնան Դավիթի նման պատրաստ կորձելու եւ համարձակություն դրսեւորելու։ Որքան խորը լա քիշերը Աստծո ժողովրդի համար, այնքան ավելի բայձար կփայլին աստղերը։ Սատանան թաժանապար կհալածե հավատարիմներուն, բայց Հիսուսի անով անոնք կհառնեն ավելին, քան բարձրապես հաղթողներ։ Շնորհակալ եմ, որ միասին գրցանք սերդել Աստծո խոսքը, դերը դա, որ մենք հալալանք հավատարիմ, կործագից եւ զինագից Աստծո խոսքին հետ միասին։ Մինչև հաջորդ հանդիպում։